Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը եւ ես Մարիա Հակոբյանյանս։ Այսօրվա իմ հյուրը իմ շատ սիրելի ընկերուհի Գայանե Անդրեասյանն է։ Գայ ջան, բարև։ Բարև Մարիա։ Ինչպես լավ դու։ Լավ։ Գայ ջան, մինչև անցնելը քո կյանքին, ուզում եմ մեր ունկնդիրներին բացատրես, թե ինչով ես զբաղվում Բրյուսելում։ Ես շատ դարբեր բաներով գսպարիմ։ Անգլերենով մարդիկ երբեմն ինձ Swiss knife գսեն, զվիցերիական տանագները, որ 15 սակ բան գելլե մեջ են դարբեր բաներներու համար։ Տաղանդավոր աղջիկ։ Ինչպես որ դու գիտես Մարիա, բայց իմ ունկնդիրներուն բացատրենք, որ ես մեծած եմ աղջաբագակորձ ընտանիքի մեջ, բայց ադգեվերջ կացած եմ ուսանած եմ լուսանկարչություն, վավերագրական ֆիլմ սարքել Հայաստանի մեջ, անիգայալ ընտանան բացատրենք եւ վերջո graphic design, ուրեմն ես այդ գողմը ավելի visual communication-ի ծավով գմոդենամ, ասենք թե ովև մեկ հաստատություն թե բիզնես հաստատություն կամ ասենք հանրային հաստատություններ գրնան ինձ մե բանջել, օրինակ ովև մեկ դեսալսողական նյութը պատրաստելու համար իրենց communication-ի այսինքն ներքին կամ արտաքին communication-ներու համար, ուրեմն լուսանկարչություն, թե graphic design, ուրեմն եթե արիք ունեք այդ ամեն ինչի դիմում եք մեր Գայանեին։ Այո։ Ուրեմն սկսեցինք։ Գայանե, երբ ա ծնվել, որտեղ ա ծնվել։ Ծնած եմ Երուսաղեմ հունիս 2985 թվականին, ամառնային մանգիկ մնե։ Եվ մինչև հիմա գմնամ ամառը սիրող։ Մանգիկ։ Թե մանգիկ եւ թե ամառը սիրող։ Ծնած եմ Երուսաղեմ, մեծած եմ Երուսաղեմ։ Ունես երկու քույրիկ։ Ունիմ երկու քույր, ինձ մե բզդիկ, ուրեմն Նարինեն 86-ին ծնած է, 1 տարի 4 ամիս կամ էջերնից, Գարինեն 1990-ին, անի գրնամ պատմել, որովհետև շատ լգիշեմ։ Նարինե, Կարինե, Գայանե։ Գայանե, Նարինե։ Կարինե։ Եվ օրինակ ձնողքս գշարեին ասենք, թե մեգում Կայան, Նարին, Կայան։ Մեգը պետք էր պատասխաներ։ Բադ լավ է։ Փոքր ժամանակ ուզում եմ ասես նախ եւ առաջ ինչ էիր սիրում, ինչ չէիր սիրում փոքր ժամանակ, հետո արդեն կանցնենք ավելի նենց ուրիշ հարցերի, որոնք հետաքրքիր են։ Բզդիգուց, ուրեմն բզդիգուց շատ հետաքրքրված էի ամեն ինչով, կյանքով հարցումներս շատ էին, ամեն ինչ կնկատեի, միշտ նողքիս կհարցնեի դարբեր նյութերի մասին, շատ ըսկայուն էի, որտեղ գիշ զգացում ունեի, որ գրնալալ Ով մեկ ժամանակ մաման բաբան հոն չլան, ինչ վիդելա կյանքս այդ բարակային, գմդացեի ուղղակի կյանքի մասին, գերության մասին, երազանքներ ունեի ադոնց մասին գմդացեի եւ այդպես այդ նյութական ոչ այսին դրամի հարցով, բայց այսին արժեքներ օրինակի համար բաբային ստուդիոյին դուրս օրինակ այդ Երուսաղեմի ջերմակ քարերով բադված ասենք թե ատաղ ասենք անցրև եւ որ գուկա վրան եւ արևը գծակի ուրեմն հոդ մգունեն ատքարը Օրինակ, հետաքրքրական է ինչու ասենք բաներով գսպաղեի դուք։ Ադգետ ընկերներ միշտ սիրած եմ, միշտ մարդ սիրած եմ։ Ուրեմն, գիտես Երուսաղեմ մենք ամենքից հայկական տաղը գաբրենք։ Ուրեմն, երդասարտները, ասենք թինեյջերները միշտ բզդիկներուն հետ խաղան։ Դայն օրինակ մամայիս կսեին Արմինե տանտիկ առնենք կայանեին դանինք վար, մույս գիրերուս ալայսինք։ Ուրեմն հիմա ասենք հին նկարներ դեպ գտեսնես ագունքներում մեջ, դեսես օրինակ երդասարտները իրար հետ hangout գնգոր, մեկ կողմեն ասենք բզդիկ մշալ գերեն ասենք։ Հա, ասենք guest babysitting, guest ասենք սպաղմունք, guest ասենք ընտանեկան մթնոլորտ միջավայր։ Գարցես ամեն կազններու բես։ Ուրեմն մարդ շատ սիրած եմ եւ միշտ կսիրեի եւ ազատությամբ ալ մեծած են կանոր երեսեն քիծար դու բան ասեցիր որ ինձ շատ բանայից հետաքրքրեց դու ասեցիր որ ես միշտ մտածում եի որ եթե մաման պապան մյուտ չլինեն ես ոնց ինչ եւ այլն ինչի հետ էր կապված այդ ոչ թե վաղ այլ այդ նախապատ որտեղ ես չեմ պատկերացնում որ ես փոքր ժամանակ երբևիցե մտածած լինեմ դրա մասին հասկանում ես արդյոք ինչից էր կապված դա քո ինչ հայ լինելուց Երուսաղեմում թե ինչի հետ էր կապված դա որտեղ ասենք ես ինչքան զրուցում եմ մարդկանց հետ նկատում եմ որ սփյուռքի հայերը ունեն որոշ զգացողություններ մանկությունից հետ կապված վախեր կամ ջանքեր գործադրել եւ այլն որոնք մենք որպես հայաստանցի հայ չունենք ու մենք էլ ունենք ուրիշ բաներ որոնք սփյուռքը չունի բայց հետաքրքիր է որ դու մանկության հետ կապված այդ նախադասությունն ես ասում
Մտածած եմ այդ հարցին մասին։ Գկարձեմ, որ չարտի պատմությունները, այսինքն վստահ եմ Հայաստան ժողովուրդն ալ չարտի պատմություններ մեծած են, բայց մերկով շատ ավելի, ասենք, օրվա օրագարկին մեջ եղած է, քան ասենք ապրիլ 24, եւ վստահ եմ, որ աստած է մեր վրա շատ ադսև, այսինքն անձնական սերունդ այդ վախը, մահվան վախը, ապահով չլալու այդ վախը միշտ ավելի ասենք գրնալ զորավոր մնացած է, չեմ ուզեր ընդհանրացնել, որովհետև ամեն մարդ իր experience ունի, բայց վստահ եմ ադիգա աստած է, եւ հիմա հարցումը չարծած արդեն ես կմտածեի, որ չարտի պատմություններով շատ մեծած ենք, ադգեզად օրինակի համար բաբաս կամ մեծ մամաս, հա մեծ հայրդ մահացավ 1969, իրենք շատ աստված ենք, ադմավն է, մամաս իր մայրը գործընծուց էր, ես 3 տարեկան էի եւ միշտ ад գորուսով ապրեցավ, մահվան մոտ գարձեմ թե իբր սպյուրք bichsem որտեղ սպյուրք այսօր արևելահայերն ալեն, ուրեմն արևմտահայ սպյուրքը դեռնալ մահվան շատ ավելի մոտ գաբրի, չնայած ավելի անկիստ կյանք ապրած է, որովհետև սպյուրք եղած է, մանավանդ 90-ականներուն, որովհետև գիտենք, որ 90-ականներուն Հայաստանի վիճակը օրինակ ժողովուրդը նույնիսկ հանկիստ ապրողները հանկիստ չէին, so այդ դարբերությունները կա գետնի վրա, բայց ասենք նույնիսկ հանկիստ արևմտահայ սպյուրքահայը միշտ մահվան ավելի մոտ ապած է վտանգը գգարձի քո ծնողները ոնց են գնացել Երուսաղեմ ոնց են հայտնել Երուսաղեմում Անիգա հարցնետ առաջ գրնամ չի սիրածներս ասել ասա չի սիրածներդ Ետ դառնանք adnutին որ իբր եւ որ բզդիգեի ինչ չի սիրեր շատ մեծ վախ ունեի թիմագները ահա որ վախը որ մի քանի տարի ես գնա փաստորեն չէ mən հիմա գրնամ շատ է դա կրկական որտեղ մամաս ասանք բաներու շատ իրեն համար գմդակեր եւ որտեղ ես շատ քաչ անձն էի քաչ եւ արձասեր ուրեմն իրեն համար շատ դարօրինակ էր ինչպես եղած է եւ որ վերջը եւ որ ախտարեցի այդ վախս մամայիս միշտ կարծեն ինչ կգարձես սա չեմ գիտեր գնալ մի քանի գաղանտ բաբաներ գային որ ասան փախնալիք սարսափելի մորուկներով չէ թե մորուկներ ուղղակի թիմագներ որ շատ գեղ ասան գրնալ ալա դիղած է գրնալ երբեմն գիտես Երուսաղեմում ստուն միան մամա բաբա չկես գրտողը ման կահուտը կես գրտ so այսինքն եթե ասենք գինը կամ մեկը քեզ եթե ասենք վաղ գաղանտ բաբան քեզի վիտկա ասենք զվիձեձե օրինակ գնալ ալա ասանք բանը դեղեմը սկսած է բայց հիմա եւ որ գնային գարձեմ շատ ավելի ֆիլոսոֆիկ հարց մնեկան եւ օկնված այդ դեսակ օրով մգրնալալ բայց օրինակ համար ժամանակ մներ որ գուզեի հասկանալ գնք ավելի եւ թիմագը գրնար խալ չէ թե խալ ինձ ես անցնում եմ որ շատ ամեն ինչ գուզեմ հասկանալ եւ գրնալալ անիգա բադ մներ ասենք թե անցին եւ մարդը սիրամ so գրնալ անց ինչու բայց շատ է դա կրկայ չեմ լուծած բայց հարցն է լուծել մամաս օրը փամը ուրեմն ոչ թե միան գաղանտ բաբայի օրը օրինակ ամեն բարեգենտան կամ կարնավալ կամ ովև մեգաստեսակ որ գլար ագումբներում մեջ դրոցերում մեջ մի քանի տարի չէի կացած եւ առանց դրամայի մամային ասեի դերտամ ասե օքեյ Դարիմը ուրեմն ընկերներս քնած մի քանի ընկեր հավաքեց ուրեմն Լևոնը եւ Հակոբը ընկերներս էին որ իրար հետ մեծած են Դարիմը հարս հակեր էին երկու դղա հարս հակեր էին Եվ մամաս ասա որ Հակոբ Լևոն եկեք որովհետև դուք դիմակ չեք դրած եկեք կայանեին փորձենք երթալ ներդունը եւ կայանեն դեսցի պատվի եւ գիտա ուրիշ ընկեր մնայուն էի Սուրեն ուրեմն անի ռոբոտ հակած էր ուրեմն նկարներ ունի մսով գիշեմ որ ուրեմն ասանք բաներով մաման փորձեց փոխել եւ գամած ասվեցավ եւ այդ դարին գիշեմ որովհետև Հակոբը ոստեղ get մտրած էր beauty mark-ը ուրեմն մամաս լսերը որ Լևոնը ասերը Հակոբ ինչու աստեղ get դրերես Հակոբ ասերը որ մեկի ինձ չի ջանցն Այդ էլ իր մասկաններ իր դիմակներ եւ ճիշտ իր դիմակներ եւ ածով գարձեմ ասանք գրնալը դրամատիզե հա եւ մաման գարձեմ ուրիշ բաներալ ըրած է որ գրնալ իրես հիմա չմիշեր կամ չեմ գիտեր մամա երե մամա վերադառնանք մամ պապան երբեն ոնց են գնացել հիմնվել Երուսաղեմում Ուրեմն բաբայիս ընտանիքը Զեյթունեն է, մամայիս ընտանիքը Մարաշեն։ Երկու ընտանիքները վերջո հասած են Երուսաղեմ։ Ուրեմն իմ մեծ հայրս ծնած է Զեյթուն։ Եվ 7 տարեկան դղա եղած է, շատ դժվարություններով հասած է Երուսաղեմ, այսինքն նույնիսկ դեղը եղած է, որ Հալեբ կամ չեմ գիտի Հորտանան դեղը մնացած են եւ իրենց շուրջը ասենք քյուղերը եւ որ հարսնիկ գլար կամ միջոցառումը գլար, ուրեմն զդիկնուն գղրգեին, որ հաց կամ ուդելիք բերեին
ուրեմն օրը գհեդեվի ուրեմն այդ մեծ մարտը ընտանիքին մեծը գհեդեվի իրեն գտեսնի որ այդ հացը գարի որ քրոջ եւ մոր գդանի գոր անոնց գոքնեն ծեվում Երուսաղեմ գահացնին բայց արդեն մեծ մորս հայրը որ նորեն զետունց եղած է արդեն Երուսաղեմ գտնված է բայց կալով մեծ ասի իմ մեծ հայրս է ուրեմն հորս մայրը մեծ մայրս ծնած է Երուսաղեմ իր հայրն է որ եկած է Երուսաղեմ բայց չարթեն առաջ ուրեմն ինքը Օսմանական գայսության փանագի մեջ զարայած է եւ հասած է Երուսաղեմ չարթի շրջանին Համիդյան չարթերը այսինքն 15-ն առաջ ուրեմն հայերը որ գայսության փանագի մեջ կդարանեին սկսան անաբահով սկալ եւ ինքը գծկե փանագը եւ անդեղ բաղենստինցի քրիստոնյա հույն արմատներով ընտանիքի կով գբահվի եւ անոնց մեգուն աղջիկը գամուսանա հետո եւ որն անունը զմրուխտեր զմորոդ արաբերենով եւ ուրեմն մեծ մորս մայր բաղեստինցի եղած է հայրը զեյտունցի բայց իր մայրը հայեն սորված որ այդքան զորավոր եղած են հայրը Երուսաղեմի մեջ ուրեմն եւ ասենք մարտը մինչեւ այսօր որ հայը Երուսաղեմի մեջ օդար գամուսանա այդ օդարը սկսի հայերեն խոսիլ ոչ հագարակը շատ հետաքրքրական է որ գիտեմ քիչ աշխարհակրական է այսինքն որտեղ մենք մեր թաղ ունենք հետո անոր գահասնենք Երուսաղեմի մեջ կա հայկական թաղամաս 5 քաղաքի մեջ եւ այդտեղը մենք բավականին մեր միջավայրը ունենք ուրեմն անդեղ մտնողը գահյանա եւ այսպես բաբայս գողմեն ուրեմն ծմայրս գծնի բայց զեյտունցի գարնեին ուրեմն եւ որ մեծան ուրեմն պետք էր զեյտունցի աղջիկը զեյտունցի բդուղամ ուրեմն իրար գտնեն գամուսնանան եւ բաբաս եւ իր քույրերը այո բաբաս վերջինը քույրերն եղբայրներու մեջ մայրս շատ հետաքրքրական է մեծ հայրս մորս գողմեն մարաշեն մաշի ջամփուն վրա տեպի Երուսաղեմ գծնի ջամփուն վրա գահասնի Երուսաղեմ արդեն ինքը ծնած ինչ իհարկե եւ իր քույրերը գնացին Երուսաղեմ գմեծան հիմա հաշիվի դառնեք որ ասամեն բادوچյունը գտնում որ ժողովուրդը գահստի որ Օսմանական գայսրութենեն Օսմանական գայսրություն այսինքն դերթուն 1915-ին Երուսաղեմը Օսմանական գայսրություն էր 17-ին է որ բրիտանական մանդատ կդառնա Okay, ուրեմն բրիտանացիները գմտնեն եւ գրավեն Երուսաղեմը օսմանացիներեն։ Ժողովուրդը գասի գոր Երուսաղեմ, ուրեմն գունենան գոր թուղթեր, օսմանական թուղթեր։ Հետո 1917-ին գլա British Mandate, ուրեմն ամենում պասպորտները գփոխվի British Mandate of Palestine։ Of Palestine։ Աբա, it's Palestine։ Թղթերը պետք է հանել հիմա ցույց։ Պետք է։ Հետո եւ որ բրիտանացիները կաշվին հոտանանցին գմտնե, ուրեմն գլա Jordanian Kingdom of Palestine yes basically Gernal այսինքն Jordanian Kingdom բարձրացած հորտանան գվերածվի ուրեմն Երուսաղեմը գրա հորտանանի քաղաքները մեկը եւ ապողջ այդ մեր հայերը ունենան հորտանանյան թուղթեր 48-ին ուրեմն ադգար արդեն ասեմ որ մեծ հայրս ամուսնանալ գուզե եւ այդ ժամանակ մամայիս բաբան շատ կարևոր էր զեյտունցին մարաշին անտապցին ինքը մարաշցի չնայած զեյտունը մարաշի գավարի մեջ է բայց իրենք զադ այսինքն ավելի հերույ են մարաշ քաղաք են մարաշիները մարաշ քաղաք բնագին եւ թրքերեն գիտնային օրինակ շատ ավելի լավ գիտեն թրքերեն կան զեյտունցիները բարձր շատ միայնացած քաղաքի մեջ կաբրեին ուրեմն իրենք հայերեն խոսեին իրար մեջ հայերեն խոսեին թուրքերեն շատ զորավոր խոսեին թուրքերեն բայց ոչ այդքան զորավոր մարաշիները եւ իրենց ցանը ունեին իրենց բարբարը ունեին եւ վարտաբեդ մգար վարտաբեդ ասեմ որ Երուսաղեմ ծերնատրվեցավ հետո եպիսկոպոս եղավ հետո առաջորդ եղավ գարձեմ արժանտինի արձաշնորհներ հայերուն ունդեղ բայց ադեն Երուսաղեմ գուկարի եւ զեյտունցի երինք ուրեմն ինքը զեյտունի բարբարը գխոսեր ինչ լավ է եւ բաբաս ամեն որ կար գսեր աղջիկներուն զեյտունի բարբարով խոսեցեք սրբազան գսեր մենք ամեն հասկնալ Մարիամը սելու դեր մայոմ գսեին ինչ դարքի ինչ է բայց պապիկը որոշում որ ամուսնանա հետո ամուսնանա ուրեմն մարաշիկ ինչու որտեղ այս ժողովուրդը որ գահստին Երուսաղեմ Բեյրութ եսնամ հոտանան ամման ոև մեկդեղ Հալեբ Դամասկոս իրենց փանալիները ցերերնին են դուներուն այսինքն կիետ բիտարնան ուրեմն տուն բիդերտաս քաղաքետ աղջիկ նույնանես որ վաղ եւ որ դառնանք ամեն մարդ նույն դեղ ավրի Արցախի որ 20 թվականին արցախցիները փախել էին այդ բանը Բրյուսել ինստիտուտը հանգստյան տունն էր Տաձորում ու ինձ բոլորին ընդունել էին կար Օլիվի Պապենի նկարիչ կար որ Հայաստանում էր այդտեղից գնացել էր էլի մեր բանն է կարծեմ հայատներ տարել իր հետ գնացինք իրաց այցելելու մի հատ տատիկ կար ասում էր
Ալես ասում էր պատվալներս ուտելիքը լիքն է սաղ փագել եմ սաղ պատրաստած սաղ լիքն է բանալին է ձեռս է կարող է մարդկանց իմանաս տան բանալին գնան վերցնեն տանեն վայելեն հասկանում ես այսինքն ինքը չի բանան ինքը լցրած ասում սաղ պահեստներս այդ բան կոնսերվա բան սաղ ասում արել եմ պահել եմ շշերը բաները ամեն ինչը դետարա ասում ոնց կարանք ասում Հարնենք տանենք մարդիկ թող ուտեն այսինքն նու մեր հայերը մեր զինվորները մեր եսի ինչը հարցը միշտ մեր մեջ եղած է անշուշտ եւ ինչպես որ հիմա բացադրեցիր այդ նույն զգացումներ ունեցած են ժողովուրդը չնայած գկարձեմ դարբերությունը աներ որ այդ ժամանակ շատ ավելի քիչ հասկացողություն կար ասենք օրինակ տուն Ադրբեջանից Հայաստան մտածեր հիմա շատ ավելի սիստեմայզդ է քան այդ ժամանակ տուն Երուսաղեմ կասկոտեր օսմանական գայսություն է իսկ մենք մի անգամ պետքա քո հետ հաղորդում անենք մենակ այդ հարցերով դե շատ շատ հետաքրքիր է չեմ ճանաչում այդ մանրամասները ու ինձ թվում է շատերը չեն ճանաչում բայց արի վերադառնալ պապիկի ամուսնանալուն առաջ աղջկա հետ ով գիտե լուրը մուկա իրեն կամ ինքը գիտե շատ լավ չեմ գիտեր բադմություն բայց ուրեմն մինչև Դամասկոս հա ադգե առաջ ամուսնանալ են ուրեմն 1948-ին Իսրայելը գհիմնվի եւ այդ շրջանին դեր Երուսաղեմը օրանան էր բայց մեծ հայրս սկսկա որ իր ապկան հոնչա հելևս գերտա ամման բնագելու իսկ երբ որ ժամանակը ուկագին արնելու Դամասկոս գերտա որ մեծ մայիս ցերկուզ է մեծ մորը ցերկայս մամայիս մամային անոնք մարաշցի ընտանիքներին շատ ջող շատ քեֆ մինչև հիմա իր մեծ մորս քույրերը այսինքն գան չնայած հասմիկ մոկուրը մամայիս հասմիկ մոկուրը մի քանի շաբաթ աճ մահացավ շատ դժվար դարինք որովհետև ասույրերը երկու եղայրալ ունին շատ ցանկ սիրող եւ մամաս ծևով մեծած այսինքն չնայած բաբին գողմնալ այսինքն հորակույրներս շատ քեֆ ցանկ խնդալ երկել բարել հետո նոր գուկանք ուրեմն գերտա Անայիս Մարաշելյանին ամուսնանա եւ գերտան Գաբրին ամման մամաս կծնի ամման մամաս առաջ իրենց անտանիկ զավակն է ունեն աղջիկ զավակ բայց առաջինն է եւ գունենան նոր եւ դղա եւ մեկ հատ աղջիկ սետան եւ մամաս կմեծնա օրտանանի մեջ մամաս շատ դարբեր բաներու մեջ աշխատած է բայց ուսուցչություն ըրած է միշտ ամմանի ասկին վարժարանի մեջ ուրեմն ինքը արաբերենի դասեր տված է եւ անդեղը առաջնորդ որ Վահան Սրբազանն էր նորեն Երուսաղեմին կացած որովհետեւ հորտանանի առաջնորդությունը կապված է Երուսաղեմի վարյակության ուրեմն իրենք են որ գղրգին առաջնորդ ուրեմն ուրիշ ընկեր ունի որ հայր Սևան էր ժամանակ այսօր Սևան Սրբազանն է գա ամեն անգամ գերտար իր ընկերոջը այցելության մամայիս կդեսնե եւ գսե աղջիկ տուն գեզի համար ես գեսի պեսամ ունիմ անալ գսե որ ես պեսա չեմ ուզեր գսե տուն գշարգվի Երուսաղեմ կաս Երուսաղեմն ագդեսնես գսե իդ չի հավնեցար բայսակներդ գշարգես իդ օրտանան գուկաս օքեյ գսե հիմա ինչ եղավ մեծ հայրս երբ որ գնաց ամման երկու կողմերը օրտանան էին բայց արդեն 84-83 թվական գսես արդեն ամման օրտանան է ուրեմն Երուսաղեմը գրաված է Իսրայելի կողմը ուրեմն բաբաս ad գողմը գաբրե ուրեմն թուղթեր վիզա բիդլա մամաս կշալգվի գետա կշալգվի գետա Երուսաղեմ շատ դակրկրային է իրա ոտով գնում փեսուն տեսնելու ճիշտ եւ ուր ուրեմն Երուսաղեմը հայոց վանք կա որ Սուրբ Հակոբա վանքը գոչվի բայց մեջը ուրիշ վանքեր կան այսինքն վանքեր կան մեջի տարերու շրջանին անչափ եղած են հետո մեջի մտած են օրինակ համար եւ աս հայր Սուրբը Գաբրեր հրեշտակաբեդած վանքի մեջ եւ ինքը անդերի դնորենն է այդ վանքին դնորենն էր իմ հայրս այդ նույն վանքին անգյունը իր աշխատանոցը ուներ սերամիկի ուրեմն ամեն որ մատը իրար այսինքն տրացին Բաբասկովը կպարշանար, ինքը գիչներ ատոլիեն գնստեր բայնքով, ուրեմն անոր արգս որից աղջիկ մոպիտ կդա Երուսաղեմեն կեզի հորտանանեն, բիտկա հանանան։ Ուրեմն աս ամեն ուր գլագոր սուրբ հրեշտակաբեդած վանքի մեջ։ Ուրեմն մամաս կուկա եւ հետը այդ վարտաբեդին կովը եւ օրը գուկա։ Քանի տարեկան էր մաման 26։ Հա։ Կզա։ Անալ բադմություն մնե, մամաս չեր ուզեր ամուսնալ, չեր ուզեր քեփջիր եւ սերեր աբրաձեր եւ չէին ընդունած ուրեմն քիչ մասանք բան եղած էր որ այսինքն I don't care գսե որ օքեյ գերտամ գնայım ինչ պիտի գործեմ քիչա ուրեմն հայր սուպեր հայր Սևանը գսե որ այսօր Սրբազանը գսե որ գսե արմիկ ծուրտիր Հակոբը գուկագոր օքեյ մամաս ասուր գեպեգոր բան
Եվ ուրեմն մեգեն թուրը գզարնվի, ասենք մասկպանա աստիճաններում վրա գտեսնե բաբայիս։ Բաբաս շատ անուշիկ մարդ մնա, յանք մեծ աչքերով, բեխերը ասանք իցար։ Պապան քանի տարեկան է։ Բաբան ավելի մեծ էր։ Արդեն ան է որ իրենք ուզեց որտեվ իբր աղջիկ 80-ական թվականներում 26 տարեկան չամուսնացած խնդրեմ էր։ Բաբան Ոչ համարիտ համար ես կարծում։ Բայց բաբան ալ այսինքն 30-ական 30-ի վերջերն էր։ Ուրեմն մեջերին 12 պրոբլեմատիկ է։ Ում էին մնացել երկուսն էլ պրոբլեմատիկ են։ Ինձի պերեր են այսինքն։ Երկունա քեֆ ջի կյանք սիրո չէին ուզեր օրինակի համար պարզապես ամուսնանային։ Ամուսնանան սելով ամուսնանան։ Բայց սիրեցին իրար։ Ինչ արել որ տեսելա պապային այդ աչքերով բեքերով ուրեմն այդ ժամանակ գսերը օքեյ ատկա մեծ բամը չեղած իրեն բայց հետո բաբաս հրավիրած է իրեն ուրեմն խրախճանք մի եղած է ագունքի մեջ սերը արմինեի շատ ուզեի հետ սկաս կեզիկ դանին ժողովուրդին զամտացնեմ արդեն բաման անորամար եղած է ուրեմն անալ այո գսե մամաս ինձի գբադմեր գսեր որ հազի բաբատ գսեր ցերկը տևերում մեջ արավ ինձի բարելու Հոն արդեն սիրահարվեց այրեն։ Իրականության մեջ երկուքն շատ քարիզմատիկ անձեր են։ Թե մաման, թե բաբան։ Ուրեմն Պույտն չեմ ճանաչում, բայց քեզանից կամ ասել։ Օրմիկ ձանթոնը վստահ եմ շատ շուտ։ Ուրեմն իրավ սիրեցին մամաս բաբաս իրարու եւ հետո նամակներ կան։ Ուրեմն մամասի հետ օրտանան գտարնա։ Աշուշ դեր չեն ամուսնացած։ Նամակներ կրեն իրարու։ Յավրիգը սիրել ես ցանկը սփալա։ Գան այդ նամակները։ Հետո մեկ տարի վերջ կան նշանդուկ կնեն ամուսնանան արդեն մեկ տարի վերջ ես կծնեմ մեկ տարի վերջ նարին են գծնի արակմը վերջանա Ես գիտեմ որ ասենք համեմատած մյուս պատմությունների հետ մենք այդտեղ ավելի շատ ժամանակ հատկացրեցինք ասենք այդ ծնողների մանկությունը կամ գալու որտեվ ես կարծում եմ շատ կարևոր է իմ համար ասում եմ ես այս հաղորդումը իմ համար շատ կարևոր որտեվ ես եմ շատ բաներ բարձում անգամ քո մասին որ Քանի տարվա ընկերներ ենք արդեն վաղուց բայց ինձ թվում է բսողների կնդիրների համար էլ է կարևոր այդ բոլոր մանրուքները որոնք պատմում են մարդիկ ոչ թե գրքերից կարդացած են էլ հիմա դու փաստորեն պապատ այնտեղ հաղշապակյա արվեստանոց ունի ու ես իմացա որ դա փաստորեն մի ամբողջ մշակույթ է հայկական հաղճապակին Երուսաղեմում կվերադառնանք դրան երևի արի հիմա դու ծնվում ես այնտեղ սովորում ես հայկական դպրոցում այո ուրեմն հայկական տաղամաս մեծամասնությամբ բادرիարքության ցերկն է անդեղ կան շատ կարևոր ասացություններ կա սփոստակման 2-րդական վարժարանը որ ես հաջախած եմ ուրեմն կա դեղ Գյուլբենգյան կրատարանը որ շատ կարևոր քիրերու այսինքն գետրոնն է կան ցերակիրներու Սուրբ Հակոբի ցերակիրները որ այսինքն Հայաստանեն վերջ Վենեդիգը եւ Երուսաղեմն է ամենահարուստը միջնատարյան ցերկիրները որ ունենք մեծ հարստություն է մեր ասկին համար գա Մարդիգյան տանկարանը որ շատ գեղեցիկ վայր մնա վերջերս նորոգած են ուրեմն ամեն բարիարկության ցերկին դագն է անշուշտ թե որ մենք ատբրոց հաջախած ենք Իսկ հետո որտեղ ես գնում սովորելու դպրոց ավարտել եմ վերջ Հայաստան կացի մեկ տարի 2004-ին 2005 դարիներու մեջ տադերական ընդունվեցա Սոս Սարգսյանն էր 2000 որթվի 4-5 հա ես կայի դեռ Ուր ստեղ լուր 2001-ին եմ եկել հա օքեյ վաու Ես մե ոնց ընդդեմ հանդիպ Բելգիկա պետք էր կայել որտե Հայաստան Ուրեմն Սոս Սարգսյանը մոնդերի բանն էր այսինքն դնորն էր այդ ժամանակ գիշեր դեմ սիվոր Ինձի օդագը հաշվենք որս եւ աստեղ ինձի կարծեն որ դա եվրեյ եմ լացի ինձի լորեցի ասում Ես գիտեմ որ ես միշտ ասում եմ Իսրայել դու ասում ես ոչ Երուսաղեմի հայ եմ ես Իսրայելի հայ չեմ այո միշտ դու միշտ որտեղ Երուսաղեմ իմ ընտանիքս Երուսաղեմի մեջ հաստատված է Իսրայելի կոյտենեն առաջ նախև առաջ ճիշտ է երկու բառ ուղղակի ուզում եմ շատ հետաքրքիր է եւ դու փոքր էիր հա ոնց էր քո Մերկու հիշություն ուղակի որպես հայ ապրող Երուսաղեմում ինչ որ դժվարություն ինչ որ լարվածություն ինչ որ բաներ զգացես թե տենց այդ ժամանակ չի եղել տենց լարվածություններ կամ չի զգացել իրականության մեջ ան է որ իրականություն մգա որ մարդ արարածը ամեն ինչի գտիմանա ամեն ինչ կհտարե եւ իր ջամբան կգտնե մանավանդ հայ մարդ արարածը ուրեմն երբեմն գրանք օրինակի համար աչք կոծել շրջաբադին
եւ մենք մեծմով ապրել։ Փաստը այն է, որ ասենք մեր արդեն այդտեղը մեր հայկական թաղամասի մեջ բավականին, այսինքն մենք մեծմով ենք ցար գրնաս առանց մնելու այդտեղ admichavaira ապրել, այսինքն միան հայելալ, ասենք, որ ինձ դժվարություններ դվավ, այսինքն նույնիսկ Հայաստան գտնվելու իբր 18 տարեկան աղջիկ այդտեղ եմ ելա Հայաստան կացի այդ բանով որ ես ինձ մեզ ավելի հայ չի գա աշխարհի վրա, այսինքն ոնգերտաս թե մշակույթը դարբեր է մարտոց հուզմունքները դարբեր են, ուրեմն հոն շոկ մը գար մշակույթային։ Բայց Երուսաղեմի մեջ գրնաս այդ ծևով։ Հիմա գալով ասենք ինչ է, այսինքն հայության կամ հայիմը մարդահրավերները վերջի վերջո տուն խնդրում ունեցող երկիրի մեջ գաբրից դեղը որ հազարամյա տարեթար միան խնդիրներ եղած են բայց եւ շարունակվում է անշուշտ եւ վադանում է ինչպես մեր արևելայերել գսեն երթարեն ավելի գքեշնա նայր գրնամ քեզ դրվակներ բադմել գրնաս որոշել հանկիստ ապրիլ բայց վերջի վերջո անդեր օդարության մեջ է օդարության մեջ որ իրենց մեջ ինգած են արդեն դեղ մգաբրիս խաղություն չի գա եւ խաղ օրերուն նույնիսկ միշտ լարվածությունը միշտ գոյություն ունի եւ անոր դրվակները շատ են գրնամ պատմել եթե բամը գետակրկրեք ես մասնավորապես լիքը բաներ այդ առանձին ես հիմա նշում եմ հետո քեզ հարցնեմ գնում ես Հայաստան սուրում ես ինչքան ժամանակ Իրականության մեջ չի վերջացուցի մեկ դարի սորվեցա իդ վերադարձա գրնալ կարծեմ որ քիչ հոգեգան եւ ավելի ասենք փիլիսոփայական որոշում է որովհետեւ իրականության օրինակ գրնամ ուրիշ բամը բադմել հասկացնելու համար Սկացմունքներս այդ օրերուն բաբան 1990 թվականին եւ որ ռեֆերենդումը բիդելար Հայաստան ուրեմն գիտես բոլոր հայերը Հայաստան իրենց կհամարեն դե տենց էլ կա այո ուրեմն գշալ գվին բաբան ռամկավար ազատական կուսակցության ադենտբերին այսօր բայց միշտ նվիրված եղած է ուրեմն 90-ականին որոշեն դարբեր երկիներեն հավաքվել եւ երթալ Եվ գաբեր ունին միշտ այսինքն Տեր Լևոն Դերբեդոսյանի ժամանակ ցանոթացել է թե Կոչարյանի օրով թե Սարգսյանի օրով թե նույնիսկ Փաշինյանի օրով այսինքն 90-ականներում ուրեմն գերտան ռեֆերենդումին կմասնակցին Եվ Հայաստանի անկախությունը կհրճակվի այդտեղ իրենք հրավիրված կլան եւ բան չնայած 69-ին կացած էր որտեղ ինքնալոնդը սորված էր Հայաստան ուրեմն սովետական Հայաստան մաման 80-ականներուն սովետական Հայաստան կացած էր ահա պաստան երկուսն եղել էին դրամ կարծեմ չի բնտել որքան հայ մեծած ենք մենք չէ ինքնումա քեզ ճանաչողները լավ են դրա մեջ կասկած չկա ուրեմն եւ որ բայց առաջին անգամ ընտանիքեն մեկ Հայաստան կացող մեր ձնեն հետո բաբան եղած է ուրեմն բաբան գերտա երու վալիզով իդ գվերատարնա Երուսաղեմ մեջ են գսկսի տուֆե խաչկարներ ելնել սուջուխները ելնել գատաները ելնել դու ինչ էր ադհաց լավաշները հիմա ասենք բաները որ մեր մշակույթի մեջ նոր իդ մրան գիծար չունեին հիմա գարձես թե գուդենք գարձես թե մերն է հազարավոր միլիոնավոր դարի ասպաները ըրացենք բայց ոչ այդպես չէ ուրեմն մենք ուղղակի խենթացած ենք ինչ ատուֆը խաչկարով բաբան ասենք բան վրա Փացություն ըրավ մեջը ասենք բետոնով դրավ մինչև մագա ինչ այս ասենք բաներ հետո ուրեմն մենք այդ բանով ադգե առաջալ դբրոցի քիրքերը գամ լիբանանեն գուկային գամ Հայաստանեն ուրեմն սովետական Հայաստանի մեջ արևմտայերեն քիրքեր կպատրաստվեին ճիշտ է մնասելա ուրեմն ադոք կղրգվեին սպյուրք եւ սպյուրքի ժողովուրդը երիտբզիկները այդ քիրքերը տասակիրքերով մեծած եւ այդտեղը քիչ սովետական Քիչմը հայական այո ուրեմն գիտես ասմարև մտայերին Սիլվա Գաբուդիգյանները տունսե Թումանյանները դա նորություններ ամբողջ անդոնցում մեծած են անշուշտ մեկ կողմենալ արևմտահայ մտավորականներու մասին ուրեմն Արարատը բադմությունը բադմը ուրեմն Orma National Geographic-ը Երուսաղեմի հայության մասին գուզե վավերագրական պատրաստել եւ գսկսին իրենց research-ները իրենց ուսումնասիրությունները եւ բաբայիս ալգաստին ուրեմն ծևով մեզի ալգարդեմ գնգարեն չեմ իշր գոր ասանք բաներ կան հետո մեր դունը ստատ ժամանակ ուրեմն դեսերեմ որ Արարատը գավոր բան մնե հայ ժողովրդին համար օքեյ Բաբային ասերեմ որ դուք Արարատի նկար ունիք ու ասերեն կամ պատկերն ասե հա ստա եմ գա ուրեմն դուն գերտան գսկսին Արարատները հաշվել
CD-ը, DVD չի gara ժամանակ, վինիլներ, ես չգիտեմ, կասետներ, Պոստերներ, գրքեր, նկարներ։ անշուշտ ագեզատ որ բادگերներ բادին վրա։ Քիրերը սկսին բացվել։ Ինչ երկունից մեջ արարատներով։ Եվ բաբասով 100 հաշվեցին, կեցանք, այլևս հասկացան, they got the point. Ուրեմն մենք ասանք մեծ, ասենք Հայաստան։ Այդ 18 տարեկանին շալգվից առաջին անգամ Հայաստան գերտաս։ So քիչ շոկ է, քիչ, գրնամ քեզ դիտելներ պատմել, բայց ինչ է կատարվում քո վերադառնալուց հետո։ Ադգե հետո սկսա մտածել ինչ պետք է իմ կյանքիս մեջ։ Միշտ բաբային կովի է դարձած, այսինքն մինչև Հայաստան եկած արդեն ամառները ազատ ժամերում միշտ բաբային հետ էինք, որտեղ ման ուսուցչուհի էր արաբերենի, դբրոցն ալ եւ սուրպերեշտակված կովին, որ մենք դբրոցեն գելեինք, մեկ դոր բաբային ատելյեն, այսինքն Maman al honglar. Հետո եւ որ ես սկսա ուսուցություն ունել, նախ հոներ, հետո այսինքն դբրոց իրար հետ գլայինք, դունը մոդ, ատելյեն մոդ, ամենամարդ նույն դեղը։ Ուրեմն իդ բաբային միշտ բաբային օգնած ենք, այսինքն բաբային կորձը շատ լավ գիտենք, երեքս ամենուս սորվեց, մամաս ալ գներ, մամաս շատ լավն էր։ Այսինքն, հա, ինքեր պատրաստած է։ Հետո որոշեցի լուսանկարչություն եւ visual arts ովիլ Երուսաղեմի մեջ, արի Ցախագոմյան դբրոցը, որտեղ ընդհանրապես արտիստներ ավելի Ցախագոմյան գլա։ Ուրեմն ադիգա վերջացուցի եւ ад բաներում մեջ մտա։ Դու սկսա լուսանկարչության կորձերը նել օրինակ հարստիկներ գարեի մի կողմը, մյուս կողմեն ասենք UN-ի համար ասենք ռեպորտաժներ պետք է պատրաստվի մինչև Ռամալլաները երթայից են Պաղեստինի checkpoint-ները գրել Իսրայելի պետք է պատմես որ դու փոքր էիր ու դու գնում էիր Հորդանան։ Հորդանը երթալը շատ դժվար էր եւ որ ուրեմն մամաս Հորդանանեն է ամեն որ ընտանիքին գարոդնար պետք է Հորդանան երթալ եւ այդ ժամանակ մինչեւ հիմա սահմաններ դժվար են դարբերությունը ան է որ այդ ժամանակ մենք չէին մտածել որ աշխարհը ինչ պիտի ասե իրենց մասին։ Հա ինչ ուզում անում էին։ Ինչ կուզեին գնային։ Ուրեմն հիմա տուն Երուսաղեմեն Հորդանան եթե Երուսաղեմեն աման այսօր եթե ասենք փանչլա սահման օտոյիտ մեջ կնստիս 1 ժամեն ամաս բայց գդրելու համար սահմանը բավական երկար մնաց թուղթերը նսես եւ նորենոն երթալու համար նաբադ պետք է անցնես ուրեմն Երուսաղեմ 800 մետր է ամանը նորեն 800-ն ավելի բարձր է ուրեմն տուն ad 1 ժամվա մեջ բիդիչնես ուրեմն մինչև բանը բիդանցնես Մերիալդովը աշխարհի ամենից գետն է -400 չէ՞ թե sea level դերմուկա -400 չէ թայրոիդը 0 եւ գտես անդեղ 0 գրված կլա հա հետո 0-ին գիչնես դեր ցամաքի վրա է այսինքն եւ գաս -400 գարդի թե չէ խալիմ գրնալ ասը խալի գսեմ գոր բայց մեկ հատ գրնակ նայել Google-ով գամ ChatGPT-ով ինչ ես որ գուզեք եւ հետո ուրեմն եթե ծմերը ամար գլա հետո վիդի անտիս անաբադներում մեջ ուրեմն դի դակերուն հրյա զինվորներուն բուլինգը բիդանցնես ուրեմն ասանք մեծ փոստեր փորածեն անաբադի մեջ ասանք եւ ասենք տուն բայսակներով կուկայր քեզի զավակներով ամենուն at փոստի մեջ գտին որ տեսենք տուն դե terrorist ես եթե ասենք բայտիս բայ adzag մեջ գբայ փոստի մեջ ինչքան էին դες պահում փոստի մեջ Չեմիշեր բայց գտանեին բանային բայսակները բանային սկսեին հակուսները մամայիս երսինն է դել ասենք դե լավ է հայ եւ ասենք ասիան է ասիր ասինչե ասցեվով խոս դիշտ խոսեին լավ մամատե խոսել լեզուն մամաս եբրայերեն շատ լավ չէր դեր որտեղ մամաս արաբերենով մեծած է բաբաս ավելի լավ գիտեր գիտար հետո Երուսաղեմի մեջ տուն գրնաս թե հայերենով արաբերենով եւ անգլերենով ապրիլ մարտիկ երբեմն political statement է հрьяաներեն խոսիր բայց միայն ժամանակ մաման դեր հետո մեծանքն է մենք եբրայերեն սկսանք առնել ինքնամեր հետ սովորել բայց այդ գարաչ ավելի դար էր աստորեն շատ դժվար էր շատ դժվար էր եւ հոգեբանորեն շատ եւ admire-դ որ քեզի համար աստվածություն է եւ տուն ասենք նորեն հայոց տաղի մեջ տուն բադիվով մգաբրիս այդ բադի որտուն հայես որտուն ուսյալես որտուն շագույթ ունիս եւ որտուն արժեք ունիս եւ մեգեն ասենք
մինչև -400 գիչնես գոր քեզի ադեր քեզի մարտիկ սեգոր որ դու ոչինչ ես եւ ոչինչ պիտի մնաս եւ ես եմ քեզի դիրաբեդողը եւ ազերները նույն բանն էին անում են պոստը որ դրել էին Արցախից դուրս գալուց ներս գալուց համատղամարտկանց կանանց ամենևի տենց ոնց որ փորձում էին ինքնասիրությանը հարգանքին եւ այլն գայ ոնց էս որոշում որ գաս Բելգիա Ուրեմն դեղը եկավ ասոսերը շատ խորնեին իմ դարդերս հասկանամ անախ Երուսաղեմը պետք է գիտնալ հետո մեկը լալ որ աչքը չի գրնարկցել հետո հասկանալ որ պետք է մեկը երթա եւ իր ջամփան գտնել բայց իրականության մեջ ես ալ շատ արգածասեր մեկն եմ այսինքն մեկը որտեւ ադգի առաջ շատ ջամփորտեցի Եվ գարձեմ այդ որոշումս Բելգիկա կալու շվարածություն մներ չի հասկանալու որ գրնաս դուն ունենալ եւ ջամփորտել ինձ համար ջամփորտությունը դուն մի եղավ եւ ուզեցի երթալ եւ իմ դունս ջամփորտության վերածել կամ ջամփորտությունը դունի վերածել հա voilà երկրորդ դունը ստեղծել արի մի երկու բառ ասենք փաստորեն մի տարի առաջ հա դուք սկսեցիք հա մինչև այդ ասեմ Բելգիայում դու Դանիել Վարուժանի դու մի քանի շատ լավ պրոյեկտներ ես արել այո մի քանի հատ իրար արել ենք հա Դանիել Վարուժանի պրոյեկտն ես արել բանի որ համալսարանի համար Ուրեմն Center for Western Armenian Studies որ Գրիգոր Մոսկովյանին ստեղծած հաստատությունն է ուրեմն արևմտահայ լեզուն թե շագույթը պաշտպանելու քրագանությունը պաշտպանելու եւ սորվեցնելու ուրեմն շողերին եւ մովսեսի միջոցով ցանոթացած եմ չնայած ենքալ զեյտունցի են Գրիգոր Մոսկովյան զեյտունցի եւ գջանչնան ընտանիքներ իրարու Ուրեմն ինձ գաբի մեջ թին Գրիգոր Մոսկովյանը աստեղ ինչպես որ գրնալաշատերը չեն գիտեր Դանիել Վարուժանը մեր մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը Գենտ համալսարանի մեջ ուսանած է մի քանի տարի եւ Գենտի համալսարանը շատ գնահատ է այդ իրականությունը եւ ուրեմն Գրիգոր Մոսկովյանը գաբի մեջ մտնե հետերնին որբեսի դարեգան կորզունեությունները նեն ամեն տարի այդ դարին որ ես աշխատեցա Գրիգորին հետ առաջին դարին ուրեմն այդ դարին պիտի լար մեկը պիտի կար տասախոսը պիտի խոսեր այդ գեզատ բզդիկ ցուցանտեսը պիտի լար Դանիել Վարուժանի կյանքի մասին ուրեմն ես դիզայնը պատրաստեց այդ ցուցահանդեսին դիզայնը պատրաստեցի եւ անշուշտ ուրիշ ծևերով մինչեւ հիմա գաբի մեջ ենք օրինակ Կարոլինա Հայրենգ Սորվի Մոսկովյանին հետ հա ինչ լավ մենք իրար հետ աշխատեցինք որ հայ համայնքի 100-ամյակի նվիրված ցուցահանդես պետք է կատարանեինք, երբ որ ես կոմիտեում էի ու որ ասма քո բախտը չբերեց դու իմ ընկերուհին էիր զանգեցի աստի գայ արի ու շատ ջերմ հիշություններ ունեմ անգամ իդի ցուցահանդեսը դու չգիտեմ ինչ եղավ մենք դուրս կանք բայց գիշեր ցերեկ իրար հետ ասենք մեծ շնորհակալություն իհարկե պարոն բան Էդգարին Տիգրանին Ինային Քեզ Արմինեին բոլորին ով մասնակցեց այն որ ասում գիշերեք բանը դոկումենտները դասավորում էինք հայտանա արխիվներում եւ այլն ու իրար հետ շատ արիսին որտե պատգրում էր այդ ամենը պատրաստներ մի խոսքով շատ ինտենսիվ համագործակցություններ ու շատ գեղեցիկ ստացվելու էր ոնց ասում այդ համագործակցությունը միշտ չհաշված կուլտուր ինձ համար շատ է դակրկականը որովհետեւ Բելգիկահայ քաղաքին մասին շատ սորվեցա ճիշտ է Ես շատ ինձ համար հա եւ շատ է դակրկական պատմություններ իրականության մեջ չհաշված բոլոր մնացած մանր-մունր բաները որ SOS Գայանի հա ինչ բայց Անմարինալ այսինքն բավականին Անմարին շատ մեծ շնորհակալություն ադե իդեքս ամբողջովին իրան էր պատկանում այո ու ահռելի մեծ աշխատանք էր կատարել հիմա պատրաստ են ցուցանտիցը Բադրաստ է վերջնական ճիշտ ժամանակը գտնենք որ Ռոբերտ Լորին ալգամ ամուրյան հիմա իրար հետ վերջին բզդիկ բաները գնենք որ ցուցանտեսը դեղի ունենա բայց դեռ հիմա չեմ գնահատում դե մենք որ դուք եկանք մոտավորապես նյութերի 90% երկու հոդված էր մնացել հա դիզայներները պատրաստ չէին բայց Հա դե ման աշխատանք, բայց հիմնական մեծ ամեն դեպքում անհամբեր սպասում ենք որ լինի։ Ուզում ասեի, գայ դու շատ սիրում ես երգել ու շատ լավ երգում ես ու շատ լավ գիտար ես նվագում։ Ո՞վ սավ քեզ ասին։ Ես ու
այդ քո որ միշտ ասես մաման papan շատ էին սիրում ուրախ մարդիկ բան դու շատ այն անգամ մեքենայի մեջ որ նստած են երգ եկավ ասել էսի մամա սիրած երգն ու նստած մեքենայի մեջ երգ էին երգում մամա շատ սիրած երգեր ուներ ադ մեկ ադը իր սիրածներն է հա ուզեմ ասեմ քո միշտ այդ ոնց ասեմ քեզ շնորհակալ եմ որտեղ դու միշտ դիմես քո ուրախությունը որտեղ որ դու գնում ես անմիջական մի երկու բառ էլ ասա այդ մի տարի առաջ փաստորեն դու Տոմը ու Կարոլինը հիմնեցիք Ceramics of Peace Ceramic of Peace ուրեմն հիմա իմ ռած կորձերս զատ visually մեջ ուզեցի բաբային բայն իդեմս papayi մնացած աշխատանքները նայ որտեղ բոլորին բաբան գեցավ աշխատին հա բաբան կովիդեն վերջ գեցուց որտեղ բան այսօր 82 տարեկան է ուրեմն բեչե գնա այդ կորձը ուրեմն ես որոշեցի որ բելգիկայեն իդ բիդը սկսեմ այդ կորձը հիմա ադով գսպարեմ գոր ամեն ինչ գամած պատրաստ լագոր որ առաջին դիզայները գելեն գոր ուրեմն website-ն ալգա andreasian.com ու հայկական կդնենք այդ ամեն ինչը որ հայկական ախտաբագի կորձեր են որոշ շատ ցուցահանդես եղավ չէ մուսեսի ու շողերի մոտ շատ գեղեցիկ ուրեմն ադգեզად ուրեմն մենք որոշեցինք project մկրել պատմելու համար ինչ են արժեքները Երուսաղեմի հայկական հաղճաբագի ուրգե եկած են ամենը գրնակ Ceramics of Peace թե Instagram-ով թե բանով հասկանալ ուրեմն գրնանք դառնալով բայց գրնալալ ուրիշ մի հատ էպիզոդ մը պետք է ադորամալ բայց հաղճաբագի կորձ Երուսաղեմի շատ հայտնի հայերը շատ կիցված են մինչև այսօր 8-7 ստուդիոներ կան ընտանիքներ սերունդից սերունդ գնաց աշխատանք հա կարևոր է սերունդ են շատ են նորեն շատ են հին են չգան այսինքն դարբեր պատմություններ բայց վերջի որ Երուսաղեմ երտաս ամարտ կսե այսինքն Armenian ceramics այսինքն ամանեգա եւ ամբողջ Երուսաղեմը ես բարձեցի դա հա չէ իր գիտերա Երուսաղեմը բոլոր զարդարված է հայկական հաղթաբագի դարքի հա զարդարվածի համար հա դուք բերել եք ինչ պայմանագիր ունեք Բրյուսելի հետ ուրեմն Բրյուսելին ուրեմն Ceramics of Peace-ը հովանավորված է Բրյուսելի համայնքի հետ չէ Բրյուսելի համայնքի չի Բրյուսելի regional հա ուրեմն Bruxelles Capital Region-ին հետ ուրեմն իրենք հովանավորած են աս project պետք է ավելի ճիշտը իրենք ուզեցին Արևելյան Երուսաղեմի մեջ էկոնոմիկ զարգացման համար պրոջեկտներն էլ պատրաստել բայց մենք էկոնոմիկը քիչ մեկ գոմ տրինք ավելի մշակութային մտանք չնայած էկոնոմիկալ որովհետեւ այդ ստուդիոները կորձող ստուդիոներ են եւ քաղուտին դոգոսը ինդուստրի միջոցով է որ գա եւ լավ կորձ գա իրական չեմ որ խաղաղ է լավ աշխատին ստուդիոները բայց ամեն անգամ տուրիզմը քիչնա իրենք շատ քեշ վիճակների մեջ ուրեմն մենք առաջարկեցինք որ սերամիքսի մասին անենք որովհետեւ միշտ Երուսաղեմի հետ գապված նյութերը անշուշտ այդ պրոգրամացություններ են որ միշտ գիտենք ասենք բաղեստինցիները որ իրականության մեջ շատ պետք ունին ամեն ինչի բայց մենք ուզեցինք դարբեր բան մտցնել ասե որ օրինակ Երուսաղեմը միան հյայի եւ բաղեստինցի այսինքն իսրայելի եւ բաղեստինցիներու մեջի հարցը չէ այլ այնտեղ հայեր կան եւ ուրիշ պրոգրամացություններ կան որ շատ կարեւոր են Երուսաղեմի բادگերը ճիշտ ներկայացնելու համար ուրեմն ուզեցինք աս բادմությունը բادմել եւ բերինք ցուցանտեսը պատրաստեցինք իրանչա մեջ բաց ցուցանտեսը չէր բայց նորեն բիդլա ամեն ստուդիոյի կորձը ներկայացված է ադոր մեջ ադգադ միասնապար հայկական հաղճաբագի սալիգները ուրեմն բادմը պատրաստվեցավ որ պիտի դեղը գտնենք հարմար դեղ գտնենք զդեղելու համար եւ նվիրել մեր դրանքով կդրեք ես կգործեմ ասուրի կվար շատ կարևոր կլինի բադ հարմար է բայց չէ ուրեմն իրականության մեջ հիմա այսինքն ուզեցինք դարին վերջանա որովհետեւ նոր սկսենք գնալ մի քանի մարդ կա որ ուզեր օգնել գրնալ XL-ի մեջ որտեղ լավ գաբեր ունենք եկեղեցի միջոցով գրնալ ալոնլա բայց գործենք որ ավելի գետրոնի մեջ տնել դեսնենք անբոր միտքեր ունի եւ անբոր առաջարկներ ունի ուր գրնանք տնել եւ օգնության գարիք ունի մեծիսեք այո Երուսաղեմեն նվիրված հայկական հաղճաբագիմը նվիրված Բրյուսելի ժողովրդին բեմը եթե լավ տեղեր գիտեք այո խնդրում գանեի հետ կապվեք որ լավ սենց սիրուն գեղեցիկ տեղ լինի որ բոլորին հասանելի լինի ու կարողանանք հպարտանալ որ մեր հայկական Երուսաղեմի հայկական հաղճաբագին փակցված այդ վայրում ճիշտ գայ ես կանեմ ժամերով քո հետ խոսեմ մի քանի հարց եմ պատրաստել բայց երաժշտության մասին չի խոսեցանք մի հատ էլ պետք է դրա մասին խոսանք մի հատ ուրիշ հաղորդումով բայց ես արդեն ասացի որ գիտար մի Կայանի Անդրեասյան 2 Կայանի Անդրեասյան 2 անդու ոնց ասեցիր Swiss knife
ոնց կուզես որ քո մասին հիշեն։ Մարդիկ հիշեն իմ մասից։ Գուզեմ մարդիկ գիտնան, որ ինձ համար մշակույթը ամեն ինչ է վեր է, նույնիսկ մարդկութեն է վեր, որովհետև կարծեմ, որ մարդկությունը գրնա ցավ բաժարել աս աշխարհին եւ իրար դեմ, բայց մշակույթը միշտ բարի է։ Լավն է։ Եվ մենք եթե ովևէ մեկ ցևով գուզենք մեր ինքնությունը փասել, մի անմշակույթով է որ պիտի գրնանք ադի անել, որովհետև մամաս եւ բաբաս մեզի այդ մշակույթով մեծուցին, երաժշտությունը մեջ ըլլալով երկու կողմը ընտանիքին խոսած է երաժշտություն։ Հա, դեսար։ Միշտ, բայց ուզեցի որ հիշել որ այսինքն մայրս չի գա այսօր, բայց իր սորվեցուցածները Մայրդ կա այսօր, որտեղ իմ մեջս է, անշուշտ։ Իմ մեջ էլ է, որտեղ չկա օր որ մենք հանդիպենք, չի խոսենք ու մամայի չխոսանք մամայի մասին, անգամ եթե ես չեմ ճանաչում, երբեք չեմ տեսել, իմ մոտ, այսինքն դու կրում ես քո մեջ իր ասերը դեպի կյանքը ու երաժշտությունը։ Մաման գիտես անցմն է որ մեզի բացառեց որ մեր մշակույթը եւ մեր ազատությունը ամենակարևոր բանն է աշխարհի վրա։ Շատ կարևոր։ Եվ ման 21 տարի կանսերով բայկարեցավ, միան որբեսի մենք մետնանք, թե ասկ սիրող, թե մարդը սիրող եւ թե մշակույթ սիրող, անոր համար գուզեմ ասպես հիշվել, մշակույթ սիրող անց։ Ես մեծ հարգանք ունեմ մարդկանց այն անձանց ով անցնում այդ ճանապարհը։ Գիտեմ, որովհետև եւ որովհետև ծանոթացանք արդեն դու նոր դուրս գայր գորա տաժան հիվանդությունն։ Դե համեմատելի չի մամայի հետ 21 տարին շատ երկար է, բայց այդ ուժը, որ մամա տունից էլա որ չնայած իր դժվարություններին պահի ձեր մեջ այդ երանդը, այդ սերը, այդ ուրախությունը ոչ թե դասարկի որպես տրավմա, ես գիտեմ անչափ հիանում եմ քո մամայով ու իր կյանքի ուժով։ Մերսի Մարիա։ Դու նույնն ես։ Չէ, կյանքի ես հեռու հալացած շուտագայա։ Լավանցանք մեր հարցերին։ Ասա։ Դժվարությունների դեպքում ո՞նց ես վերաբերում դժվարություններին։ Իրականության մեջ իմ ամեն դգար գեդերես մեկը ճղայնությունն է։ Բավական ճղային գրնում համարել ինքս։ Չնայած որտեղ մարդիկ միշտ ինձ երանդուն ուրախ ժպիտ ջոկերով լի անցեմ, բայց Եվ որ դաբիմ գսկսիմ ճղայնանալ, եւ ով սկսիմ ճղայնանալ դե վիրավորություն ես տարապելու։ Իբր հայ եթե գրնանք շալգել atkan դարաբանք։ What doesn't kill us make us stronger։ Ջեմ ինչքան, բայց այո։ Բայց նոր գսորվիմ որ պետք է շունչ կաշել, քիչ զայրանալ, այդ զայրույթը պետք է հանել մեջեն։ Ճիշտ է։ Եվ իրականության մեջ ես շատ զորավոր եմ եւ միշտ կգարձեմ որ իմ զորությունս իմ զայրույթս է ճիշտ է որ ինձ իբրգած է իմ զայրույթս բայց այսօր այլևս հագարակ կյանքը կմտցնի փոփոխություններ ինձ ումա արդյոք դու որևիցե կերպ տոնում ես քո ձեռքբերումները։ Ես շատ դժվարությամբ կդոնեմ իմ ձեռքբերումներս մինչեւ հիմա օրինակ եւ որ հոկեբուժներու, չեմ հոկեբուժ գսեմ կամ հոկեբաներու Արա հոկեբանի այսօր մեկը չբրիր գոր կարծեմ դա մարդ հոկեբանի գաբված նստեր է ինձ ամենից գեդը ան է որ հիմա հայտնաբերեմ որ ես դուն ունենալու խնդիր ունիմ զայրույթի խնդիր ունիմ եւ ինչ էր վերջինը որ եւ քո հանդեպ շատ խիստ մոտեցման խնդիր ունես ինձ թվում է անոր համար է որ չեմ ճանաչելով չեմ գրնար ուրախանալ իմ հաջողություններովս երբեմն բավական չի հա օրինակ Մարիան պետք է կայնցի որ հադե այսօր գիտարդ կբերես ասենք թե միշտ պատրաստ Գայանե դու խոսես տվե երկրորդ անգամ մարդկանց մոտ պապա միջոցառմանը Գայանե երկու բան կա թե սերամիկի workshop-ը պետք է անենք որ թե ամեսը մի անգամ Գայանի հետ երկել հեսա օրը նշելու եմ գրնանք մամայիս հիշադակին ունելա դա օրերը օրինակի համար դու ինձ don't get me going there ինչի համար ես երախտապար որ դամ որ գշնչեմ որ հիվանդ չեմ որ ամեն ինչ կարելի է անել ամեն ինչ կարելի չէ անել ասելով որ այսինքն ուզածդ կրնաս ունենալ կյանքի մեջ բայց ինչ որ ուզես կրնաս գետրոնանալ եւ առնել եւ գիտեմ որ ուժ ունիմ անոր համար երախտապար եւ սիրել եւ իմ ընկերներովս եւ ընտանիքովս շրջապատվել ինձ մեծ երախտապարության բանյանիրա որ ինձ ունես քո կյանքում չէ այո Մարիա Հակոբյանյան մենք մեզ չգովանք կա ինչ որ բա որի համար զղջում ես շատ բան
Շատ բաներ, բայց գսորվիմ որ իբր թե տուն կիցա այդ ժանագվա կիցածով որոշումներ գարնես եղեր, դասանք դսենք չեմ գիտեր գնաս ինձ։ Սենց է։ Եվ եղեր բայց չէ զղջալ, բայց այո, շատ բաներ գզղջամ։ Եթե ունենայիր կախարդական փայտիկ, ինչ կփոխեիր քո կյանքում։ Գաբրի ավելի դակ երգիրմը եւ միշտ առաջնահերթություն գտնեի ընտանիք եւ ընկերներու հավաքույթներ եւ ավազանը գլարադեղ լողավազանը եւ արևը գշողար եւ կինինալ հետ Ես համաձայն եմ, դրած գնաս։ Եվ ամենքս իրար հետ այդ դունին մեջ միջերգրական ծովին վրա գաբրինք։ Ինչ կգարես։ Իսրտե ցանկանում եմ քեզ, որ ես էլ գամ, վայել եմ։ Եվ առողջություն չնաս նեպամուճես կնարում։ Ճիշտ է։ Գայ, ցավոք սրտի մեր հաղորդումը սահմանափակա ժամանակի առումով, չնայած ես էլ եմ ասում, շատ ուրախ եմ, որ ավելի շատ ժամանակ հատկացրեցինք մանկությանը, որտեղ շատ կարևոր է քեզ ճանաչելու, հասկանալու համար, հասկանալ որ նա որտեղից է գալիս, որտեղից են գալիս քո ակունքները, ասեմ որ դու եմ կյանքում են մարդկանց ես, որին շատ սիրում եմ, շատ երջանիկ եմ, որ դու կաս իմ կյանքում, շատ շնորհակալ եմ քո մարդտեսակի համար, քո եռանդի, քո ուրախության, քո ջղայնության, քո անկեղծության, քո ամեն ինչի համար, որտեղ դու ունես մարդ ես, որ ինչ կա, չկա բան, ու ցանկանում եմ որ կարևոր չի լողավազան եւ այլն հետ ամեն ինչ հալավա, բայց միշտ շրջապատված լինես։ Մերսի։ Միշտ շրջապատված լինես, միշտ այն ձեռանդով ու պատասխանատվությամբ ու ասենք անտրտունջ պատասխանես բոլոր կոնգերների, այսինքն կարևոր խնդրանքներին եւ այլն, ու ցանկանում եմ որ քո բոլոր պլանները իրականանան։ Մերսի Մարիա։ Ու ցանկանում եմ որ Ceramic of Peace-ը եւ Անդրեասյան Ceramics-ը արժանանա այն ճանաչմանը, որին որ արժանի է։ Որովհետև դա շատ կարևոր է, շատ գեղեցիկ է, ես անձամբ տեսել եմ ցուցահանդեսը։ Դե հա, մարդկա լավ ընկերներ պիտի ունենաս։ Ես տեսել եմ շատ գեղեցիկ է ու իմ համար շատ տպավորիչ էր բոլոր այդ ինտերվյուները մարդկանց հետ կդնենք այդ վիդեոն այդ ամեն ինչը, բայց շատ ուրախ եմ որ սկսել ես այդ գործը, պապայի ոնց որ հիշատակ պապայի աշխատանքին, հա, ասենք ներկայացնելով բոլոր մասնագետներին։ Բանգատերա։ Չէ, ուզում եմ ասեմ, դու ասում եմ հիշատակ իր արած աշխատանքին, որի մեջ դու մեծացել ես, հա, որտեվ դու մենակ պապայի մասին չի խոսում այդ վիդեոների ժամանակ, դու ինտերվյու ես արել բոլորի հետ։ Հա, այսինքն դու ներկայացրել ես ամբողջ այդ միջավայրը։ Կորց չէր բոլորը միասին տները։ Շատ դժվար։ Ու կարճ ժամկետով, որ մտնեմ մի հատ վիդեոյի մեջ։ Գաջան, պաչ իմանում քեզ լիքը, մերսի որ դու կաս։ Մերսի որ ինձ հրավիրեցիր, ես շատ կգնահատեմ այս հաղորդումը։ Մարիա, շատ շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար այստեղ։ Այսինքն շատ ուրիշ հարցազրույցներ մտի գրի լսեցի եւ շատ դպավորվեցա։ Գկարդեմ որ ամենալավ ծևը քաղուտը գիտնալու եւ հաղթահարելու դարավերներ դվյալ այսինքն հայ քաղուտիմը երգիմի մեջ աստեսակ ծևերով են մարդիկ իրար պետք է ճանաչեն մարդիկ պետք է գիտնան իրարու պետք է գաբինք իրարու ամենքս պետք է գիտնանք իրարու մինչեւ հիմա ասենք սպյուրքը աստեվով բաբանված է այսինքն նոր սպյուրքով պետք է նույն ծևերով շարունակենք եւ մենք միշտ պետք է իրար ցերկ բռնենք մենք հայերս առանց իրարու մենք շատ դժվար գրնանք ոչ մեկ բան իրականացնել իրարմով ենք իրարուի համար ենք եւ պետք է սիրենք իրարու մեր ամեն սխալներով ոնց ասում Վիլյամ Սորոյանը գնացեք ոչնչացրեք կատազգը եւ երկու հայ հանդիպեն մի վայրում կստեղծեն մի նոր Հայաստան ու ես շատ եմ սիրում ուր է այդ Հայաստանը ես շատ եմ սիրում այս հաղորդումը որովհետեւ ամեն օր ամեն հարցազրույցի հետ պարզում եմ որ յուրաքանչյուր անձ որի մասին երբեք չի խոսացվել ունի մի կյանքի ճանապարհ որը պետքա ճանաչվի այո ու դրա համար ես շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրին կիսելու ինձ հետ ու Բելգահայ ռադիոյի հետ ձեր ճանապարհը ամբողջ անկեղծությամբ դժվարությամբ որտեղ դա է կարևոր որ մարդիկ եթե այս ինտերվյուն մեկը լսի ու իրան ինչ որ մի հարցում ինչ որ մի ճանապարհում իրան ոնց որ ժպիտ պայքարի շատ ուրախ մեր ունկնդիրներին էլ խնդրում եմ որ հետևեք Գայանի էջին ես էջերը կդնեմ ինտերվյուն կիսվեք ձեր ընկերների հետ մեկնաբանություններ գրեք եւ չմոռանաք Գայանային գրեք ձեր կարծիքը իր աշխատանքի եւ կյանքի մասին ինձ թվում է Գայանին միշտ երջանիկ կլինի շփվելու ձեր բոլորի հետ շատ մերսի սիրելի ընկերներ որ մեզի լսեցիք այսօր
Լորին համբուրենք, հա, բաճիկ ենք անում, ինչ նոր հանդիպում։ Այո, բայ